Ցավալի փաստ հնարավոր է գայթակղված լինել մեկով, անկեղծ սիրել մեկ ուրիշին եւ կախվածության մեջ լինել բոլորովին այլ մարդուց, դա ամենատեղում կարծում ցավալի փաստ է։ Իսկ մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք մեր հերոսներին անկեղծ սիրահարվել եւ ոչ թե լինեն կախվածության մեջ։ Եթերում 3 ավելորդներ հաղորդումն է, իսկ մենք սպասենք մեր 3-րդ ավելորդին։ Մեկ խելքը լավ է, երկուսը կրկնակի, երեքը եռակի, դիմավորեք մեր 3-րդ ավելորդին։ Ելենա, կպատմես քո red flag-երի մասին հարաբերությունների մեջ։ Վերջին դեյթը երկրորդ դեյթն էին կյանքյան հասարակները, բալոն շոտ red flag-եր են։ Ինչ էր խնդրում։ Այսինքն իմ համար օրինակ շատ կարևոր է մարդու հետ ունենաս հետաքրքրություն, ունենաս թեմա զրուցելու եւ այլն։ Բայց տեղում հասկացա, որ ես մոտել բացարձակ, չնայած ես գնող չեմ գոհ, ես ցանկացած մարդուց կարող եմ լեզու գտնել էլի, բայց իր հետ էլ շփվել եմ ոնց որ տես տոլերանտ եմ գտնել, տես ոնց տանել եմ իբր ավելի նորմալ է, բայց ես տես նստած էլա սրճարանից Տաքսիում կանչեցի պետք է շուտ գնա։ Okay, Ելենա Վարդերեսյան, այսօր կօգնես մեզ, որպեսզի մենք օգնենք մեր հերոսներին գտնենք իրանց մեջի red flag-երը։ Հա, ինձ թվում է միգուցե ես այդ փորձեր կբերեմ, ես էլ կհասկանամ red flag։ Դե եթե Ելենա Վարդերեսյանը պատրաստ է, Զարան պատրաստ է, Նինան պատրաստ է, կանչենք մեր առաջի հերոսին։ Երբևէ ձեզ համար երկուսը պայքարել են եւ այն էլ տեսախցիկների առաջ, իսկ մեր մասնակցի համար պայքարելու են։ Մենք արդեն մեր հերոսին հասցրել ենք հյուրընկալել, մեր տաղավարում Հովանեսն է, ողջույն Հովանես, ինչպես եք։ Լավ, շնորհակալություն դուք։ Հրաշալի։ Հովանես ջան, սկսենք ամենաակտուալ հարցից, որ ես բոլոր մասնակիցներին տալիս եմ, որպեսզի հասկանանք ինչի հետ գործ ունենք, հա։ Կասեք 3 հայտնի աղջիկների, ում դուք համակրում եք հայկական շոու բիզնեսի մեջ եւ հոլիվուդյան, որպեսզի հասկանանք ձեր տիպաժը արտաքնային, ոչ բնավորության մեջ։ Okay, Նատալիա Արայրան, Մոնիկա Բելուչի, մեկը Ժանա Ֆրիսկի։ Իսկ հայկական շոու բիզնեսից Չկա։ Ընդհանրապես։ Իսկ ինչով է դա պայմանավորված հայուհիները։ Չէ, ուղղակի դրսում եմ ապրել երկար տարիներ, դրա համար երևի։ Չեմ հետևել հայկական ինչ-որ տենց աստղերին կամ աղջիկներին։ Ռուսաստան։ Տեսեք, եթե խոսենք նախորդ հարաբերություններից, ամենավերջինից կարող ենք խոսել, ամենահիշարժանից կարող ենք խոսել, սա ըստ ձեր նախասիրության կարող ենք անել, որն է եղել ամենատպավորված, ամենաձեր սրտին կպած հարաբերությունը, եթե կարող ենք այդպեսին առանձնացնել, ինչու եւ ինչ տվեց ձեզ այդ հարաբերությունները։ Կանանց հանդեպ անվստահություն։ Ոյ, ինչի՞։ Բացատրեմ։ 4 տարի մենք փսակված ենք եղել։ Բաժանվել ենք, պատճառը եղել է, որ ինձ ռուսերեն ասում էլի депортация արել, и я остался, получается, здесь, она не согласилась со мной здесь остаться и жить. Ազգությամբ Հայ։ Ինքը չհամաձայնվեց ձեր հետ այստեղ ապրել եւ դրա համար դուք Չի հարմարվել ստեի կյանքին ու թողը գնացել ասենց ասած։ Իսկ կներեք երեխաներ ունի։ Ոչ։ Շասի абսուրդ, ընտրության հարց է ամեն դեպքում։ Չէ, կներես մի հատ պաշտպանեմ, եթե տղան նույն ձև վարվեր, մենք ասենք абսուրդ է, այս բարակայ։ Չէ, ասենք Ես ընտրության մեկ բան էլ ավելացնեմ, մենք միասին ապրել ենք 4 տարի։ 4 տարի երկար սրոկ է։ Իսկ կներեք, այսինքն երբ որ ինքը կոպիտ ասած երթում է տվել հենց եկեղեցում եւ բան բագայստվի ի բедности, այսինքն խոստումը չի պահել, ես այտենց եմ հասկանում։ Հովանես ջան, իսկ ձեր համար կնոջ մեջ առաջնայինն է ինչն է կարևոր։ Հավատարմությունը։ Իսկ դուք ձեր հատկանիշներից որն եք առանձնացնում, այսինքն եթե առանձնացեք 3 կարևոր հատկանիշ, որոնք ձեզ բնութագրում են, որոնք են արժանիք, բայց Ես ունեմ տղամարդու խոսք, որը կարողանում եմ պահել։ Տղամարդու չարհասարակ խոսք, չխտրականացնենք արտահայտությունը։ Տղամարդուն մի քիչ ուրիշ է։ Չէ, համաձայն չեմ, բայց ինչով է, չեմ վիճում, որովհետև կանանց խոսքը պակաս արժեքավոր եւ կարեւոր չէ, այս մասով չեմ վիճի։ Ես իմ տեսակետ ունեմ, դուք ձեր այլ արժանինքներ։ Ճիշտ է, կարգապահ, չգիտեմ էլ ինչ ասեմ։ Հավատարիմ եք դուք։ Այո։ Դավաճանություններ ընդունում եք հարաբերություններում։ Նախորդ հարաբերության մեջ 4 տարվա ընթացքում չեմ դավաճանել։
նա մանավանդ այն ոլորտում եմ աշխատում, որ կարող է։ Որ Ինչ ոլորտում։ ոլորտ։ Կանացի վարսարդար եմ եւ նաեւ տղամարդու ստիլիստ եմ։ Շատ հետաքրքիր է։ Լեն հորցեր ունես։ Ես Լենա։ Հա, օրինակ ոնց եք հասկանում, որ ձեզ սիրում են։ Քայլերով։ Իսկ դուք Ինչ քայլերով օրինակ։ Չեմ կարա տենց ասեմ, պետք է աղջիկը քայլանի, որ հասկանան։ Որովհետեւ սերը խոսքերով այդ ուղակի խոսքեր է։ Այսինքն ասում են, չէ, на по делу доказывать։ Вот խեն տղեկին ասում գործով ապացուցի, նույնը աղջկանից են պահանջում նաեւ։ Նկատի ունեմ օրինակ, երբ ոնց եք հասկանում, որ ձեզ սիրում են։ Արդեն սիրում է։ Դուք ոնց եք հասկանում այդ սերը։ Օրինակ սենց մի հատ բերեմ հիվանդա տղամարդը, օրինակ հիվանդացել է ու իրան խնամք է естественно պետք։ Այդ բան աղջիկը գործի է գնում։ Այսինքն եթե այդ տղամարդը, այդ աղջիկը չգնա գործի, կարող է նաև խնամել։ Ի վիճակի չէ, տղամարդը իրան հոգատար խոսքի լինել։ Օրինակ դեղերը, չգիտեմ, անկողնային պարկած է։ Կան աղջիկներ, որ կարող են ուղղակի տես թողել գնան գործի։ Եթե օրինակ աշխատանքդ նենց կարևոր լինի ու Ոչ մի աշխատանք կարևոր չի քո այն անձից, որին դու սիրում ես։ Իմ համար մի քիչ ինչ որ մի բան ամեն դեպքում էգոիստական կա, ինչ որ թեթև համ համաձայն եմ մարդկային համ ինչ որ առումով Աշխատանքներ կան, որ չես կարող հետաձգել։ ոլորտում եմ, ես ինքս այն ոլորտում եմ, օրինակ ես նկարահանումներ ունեմ ու իկակ մինիմում, եթե ես հա ինչքան է սիրեմ ինչ որ մեկի, ինչքան է ուզենամ հոգատար լինեմ, իմ նկարահանման օրը եթե ես չգնամ, դա անպատասխանատվություն է մնացածի հանդեպ։ Պիլոտը չհելնի այդ օրը ռեյսի։ Հա։ Օրինակ։ Սենց ասեմ, Կամ բժիշկը չգնա վիրահատելու։ Չէ, նայեք, եթե պիլոտի հետ բերիկ օրինակը, լուբոյ տենց իրավիճակներում կա երկրորդ պիլոտ։ Տենց կտրական է։ Ես ավելին սենց հարց կարող եմ տալ։ Օրինակ, ձեր մայրիկը հիվանդացել է, Աստված ոչանի իհարկե, ու դուք նկարահանման եք։ Դուք ընտրում եք մայրիկի մոտ մնալ, ու դուք պետք է մնաք, ոչ մեկ չկա, ոչ մեկին չեք կարող խնդրել։ Կմնաք խնամեք մայրիկին, թե կգնաք նկարահանման, կզանգեք, չգիտեմ, ռեժիսորին, կբացատրեք իրավիճակը եւ կմնաք խնամեք ձեր մայրիկին։ Ես կփորձեմ հետաձգեմ ամեն ձև, խնդրեմ, որ չգնամ նկարահանման, բայց եթե այնպես ստացվի, հա, բայց եթե այնպես ստացվի, որ չկարողանամ դա այդ փոխել օրը, ժամը, ես ստիպված կլինեմ գնամ։ Չեմ կարծում դա չափանիշ է սերը չափելու ըստ ինձ։ Դա դրանով չես կարա, որովհետև մարդ կարա այդ բան գնա աշխատանքի, որտեվ ինքը պատասխանատու մարդ է ու զուտ, բայց ձեզ սիրի, բայց այն մեկն է ձևական մնա կողքը, ասի վայ դες ես քո կողքը մնացել եմ, այնքան հակասական բաներ է, որովհետև այդ չափից դուրս այդ անընդհատ գուրգուրել, սիրել վիճակը այնքան կարա fake լինի զուտ, ուզենաս այդ մարդու կողքդ պահես, որ շատ խափուսիկ է, դրա համար չես կարա այդ ռակուրսը նայես, մինչև մեջը չլինես։ Ինձ հետաքրքիր է Հովհաննես ջան, քեզ աղջկա արտաքինի մեջ ինչն է ավելի շատ կարևորում արտաքինի մեջ ու երկրորդ հարցս էլ հետևան Ինչն է վանում։ Ու ինչն է վանում ապրած Ելենա Վարդանեսյան։ Արտաքնապես գիտեք ոնց շատ այդպես պահանջկոտ չեմ, այսինքն կարա 2-3 կիլո ավել լինի, 2-3 կիլո։ Չգիտես ինչու բոլոր տղամարդիկ ինչ որ կենտրոնում են կանոն ցածրը։ Ես միշտ այստեղ ինչքան տղամարդ եղել է կներես Հովհաննես ջան, սա մի անգամից սկսում են քաշից։ Ես չեմ հասկանում, ես հիմա եթե մի քիչ ավել քաշ ունեմ, իրավունք չունեմ սիրված լինելու։ Չէ, բայց չէ։ Բա սա քաշից է։ Ով ասեց։ Նույնպես կան տղամարդիկ սիրում են շատ տենց։ Ես գիտեմ այդ տղամարդկանց բոլորով ով հիմա պուշտինքի ինձ գրում է։ Ես գիտեմ այդ տղամարդկանց դեմքով։ Չէ, բայց հետաքրքիր ստատիստիկա կա, երբ որ մենք խոսում ենք օրինակ խտրական վերաբերմունքից կանանց արտաքինի հետ կապված, միանգամից մարդիկ չկա նման բան, տղաները, բայց երբ որ պրակտիկ զրուցում ենք, մենք հստակ վիճակագրություն կարող ենք հավաքել, առաջինը սկսում են քաշից։ Ես հաստատ կարամ ասեմ արտաքին ինչ որ եթե խնդիր լինում է հաստատ աննկատ չի մնում դա ես էլ կարամ փաստել համար շատ դժվար է գտնել կողակից ինձ 3 անգամ ասել են որ բոյով լինեիր հետդ կամուսնանայի ինձ ասել են որ նիհարելներ կամուսնանայինք ասենք ինձ էլ ասել են որ ֆեմինիստ չլինենք լավ կոնը ինչ որ ասեմ ձերը եթե մի քիչ շփվելի չի ես որոշել եմ նիհարեմ Այն տղեն որ ինձ ասել էր որ նիհարես քո հետ կամուսնանամ գնամ իր հետ ամուսնանամ եւ դավաճանեմ իրան Սենց ասեմ տեսեք ձեր մոտ աղջիկների մոտ կա սենց մի հատ հասկացողություն որ տղեկը սիրում են աշկերով չգնամ արտաքնապես
այդ այդքան էլ տես չի։ Ամեն դեպքում ես իմ կողմով ասեմ, ինձ հետաքրքիր է աղջկա խելքը։ Okay։ Այսինքն եթե ինքը խելացի է, ինքը կարա նենց անի, որ դու իրան սիրես։ Գործում եմ այս դրական նոտայով։ Շատ դրական հովանես ունենք։ Այս նոտայով ավարտենք այս հատվածը։ Այո։ Եվ արդեն ժամանակն է հրավիրելու նրանց, ովքեր շատ համարձակ են եւ եկել են այսօր պայքարելու ձեր ուշադրության համար։ Հույսը մեր ստուդիայում երբեք չի մարում։ Դիմավորեք մեր մասնակցին, ում հույսը երբեք չի մարի մեզ հետ։ Մեր տաղավարը միանգամից այսպես լուսավորվեց, որովհետև մի շատ պայծառ այսպես կերպարով աղջիկ մտավ տաղավար, շատ գեղեցիկ։ Հիմա նրան արդեն կփորձենք ինչ անել, հարցախեղ տանել, բայց այս բառից պետք չի վախենալ ընդհանրապես։ Ողջույն։ Այո, ձեզ։ Ոնց է ձեր անունը։ Ես Մարինեն եմ։ Քանի տարեկան եք Մարինե։ 20 տարեկան։ Օ, Փոչուրիկ։ Շատ գեղեցիկ է, ես բացման մեջ էլ ասեցի, շատ լուսավոր, գեղեցիկ հագուստով։ Մարինե ջան, իսկ դուք ունեցել եք հարաբերություններ։ Այո։ Լուրջ հարաբերություններ, քանի տարի եւ այլն պատմեք մի քիչ։ Տարի չկա։ Համարյա 4-5 ամիս։ Բայց ինչն էր պատճառը, որ բաժանվեցիք։ Ինչ որ տենց ոնց ասեմ, դեռ տենց պլաներ չկա, որ մեկ հետ երկար շփվեմ։ Ուղղակի դեն եք նետում տղամարդկանց։ Չէ, բայց մի վերափոխի հերոսու արտահայտությունը։ Ժողովուրդ ջան, իմս տակ լեսվիս տակ ոսկոր չկա, իմս բաց մտքով չի։ Շատ նորմալ է, երբ որ որոշ փուլում կարող ենք մենք ճանաչել, փորձել փնտրել, ճանաչել, դրանում որևէ վատ բան չկա։ Այսօր եկել եք մեր տաղավար, ինչ ակնկալիքներ ունեք այսօրվա հաղորդումից։ Եկել եմ ծանոթություն ձեռք բերելու։ Իսկ կարող եմ հարց տալ, դու բաժանվել ես սիրելով, թե ուղղակի հասկացեք, որ իրար համար չեք բարի գիշեր բարեկամներ։ Ուղղակի չգիտեի որ ամուսնացած եմ։ Բայց իրականում Ես ապշած։ Ես էլ եմ ապշած։ 4 ամիս շփվել եք ու չեք հասկացել, որ ամուսն։ Դու հիմա մեղադրական տոնով խոսեցիր իր հետ, բայց մեղադրական տոն կար։ Դու շփվեցիր չգիտեր, այսինքն այդ տղամարդը չգիտեր, որ ինքը ամուսնացած է։ Ես տղամարդուն մեղադրում եմ, ես իրան չեմ մեղադրում, ուզում ասեմ, այդ ինչքան շուստրի տղամարդ է եղել, որ 4 ամիս ոչ մի ձև չի։ Շուստրը չի եղել, այս աղջիկն է միամիտ։ Իսկ ո՞նց իմացար, որ ամուսնացած է։ Ոնց իմացա, ասեց։ Ուղղակի ոնց որ հետաքրքրությունը կորել էր իր հանդեպ, ես ինչ-որ երկար հարաբերություններ չեմ կարող մեկ հետ երկար մնամ։ Հենց Կանչեց, ասաց ես ամուսնացած եմ։ Չէ, Ես քեզ թողում եմ, որտեվ ամուսնացած եմ։ Կինս դեմը։ Չէ, բայց չէ, որ ընդհանուր սիտուացիան մենք մի քիչ հեռացավ, հենց սոցիալական ցանցերում Իսկ դուք իրար ռեալ տեսել էիք։ ռեալ։ Հա։ Ռեալ տեսել եք, դուս եք եկե, ման եք եկե, Մատանի չկար, մատի։ չեք նկարվել, օրինակ Instagram գցել կամ ինքը։ Իսկ իր Instagram-ը չեք նայել։ Չունի։ նա ունի հաստատ ուրիշ անուն։ Չէ, չունի։ Ոչ է Facebook։ Ես տենց տղամարդու հետ չի հանդիպի։ Որովհետև ես չեմ վստահում տենց մարդու։ Ես կուզենամ, որ ինքը շատ քիչ հետևորդներ ունենա ու համարյա չվարի Instagram, բայց ունենա, որովհետև թաքցնելու բանկ աբսուրդ է այս դարում չունենալ Instagram կամ Facebook։ Instagram հա, բայց Facebook Որքան կուզեմ, իմ կողքի մարդը ոչ մի չունեն։ Չէ, բայց ո՞ն ես կներվայնեմ, ես պետք է իմանամ ինքը ինչ շերավար զբաղվել։ Կյանքը բիզնեսի բան Լավ, երբ որ այդ սիտուացիան եղավ, ինքը որոշակի տրավմա թողեց ձեր մեջ, որոշակի փորձառություններ, ինչ որ հիմա սովորեցի։ Փորձառություններ, այո։ Հետո ցանկացավ շփվում էլի հաստատել ինձ հետ, բայց ես նարժեցի։ Այ քեզ բան, հերիք չի ամուսնացած։ Կներես, բայց Սիմոն դուք փալաս եք, ոնց որ կասեր ջուսը։ Կցիտեմ ջուսին այս բարագայում, բայց սարսափելի բան եք դուք։ Բայց ոնց էլ շնի այդքան անցում մեջ մի բան ասած լինի, դա տիպը փուստար տենց սենց ասած։ Չէ։ Պրոֆեսիոնալ խափողներ։ Հերախոսի վրա երեխեքի նկարը բան։ Կներեք, դուք բաժանվեցիք, սա շատ հետաքրքիր եւ ռետորական հարց է կարելի ասել։ Դուք բաժանվեցիք, որտեղ իմացաք ինքը ամուսնացած է, թե ուղղակի բաժանվեցիք։ Հա, երկուսը մեկում։
Բայց օրինակ կարող է չբաժանվեիք, որ իմանայիք, որ ամուսնացած է։ Հնարավոր էր տենց բան, եթե շատ սիրեիք։ Չէ։ Okay։ Շատ կասկածելի է պատասխանը։ Քո դասական հարցը չես տվել։ Հա, crush-ները celebrity։ Դու խնդրում թվարկիր 3 հայտնի շոու բիզնեսյան հայ աստղերից եւ հոլիվուդյան աստղերից քո crush-երին, որովհետեւ մենք հասկանանք ինչ արտաքինով տղամարդկանց ես դու հավանում։ Հայտնի հայ։ Ասա։ Տենց մտքից անկեղծ ոչ մեկ չի գալիս։ Ոչ մեկ էս մեր հայ շոու բիզնեսում։ Դե ոչ մեկին չունեք crush։ Լավ գոնե նկարագրի ինչ type-ի, ինչ ձևի տղամարդ եք, բոյով, նիհար, կոլոտ, թմբլիկ։ Չէ, բոյով, շատ բոյով չէ։ Ինչքան 1.73։ Չէ, 73։ 73։ Չէ, 70։ Լավ, 1.70 հետո։ Թողես ինքը իրան ասի։ Հետո, թմբլիկ, նիհար։ Թմբլիկ չէ, նիհար էլ չէ։ Միջին։ Կարող է այս մի հատվածը թմբլիկ լինի, այս մի հատվածը նիհար լինի։ Արտաքինը կապ ունի, առաջին հայացքից կապ ունի արտաքինը, բայց եթե այնց անձնապես շփվեմ, մարդու մեջ, տղու մեջ գնահատում եմ իր ուշադրությունը։ Բայց դու մի ամաչի, դու արխային խոսա, մենք էլ ենք այդպես։ Ես էլ եմ տղամարդու մեջ գնահատում ուշադրությունը, Ես էլ։ հոգատարությունը, լավ գումար աշխատել, ոչ թե լավ գումար աշխատելը սխալ ներկայացրեցի։ Ֆինանսապես պետք է աշխատասիրությունը, ոչ թե հա, աշխատասիրությունը, թե չէ։ Դա ես եմ։ Կարող է հոր փողերով ոնց որ կասեր դժվար ապրոստի Ալբերտ Սերոպիչը հարուստի լակոտներ չէ Յուզենա։ Ես շատ դասականների եմ ցիտում այստեղ դուք չեք հասկանում։ Չգիտեք նայել եք դժվար ապրոստը։ Գորին չեք սիրում այնտեղ։ Սիրում եմ, սիրում։ Հա, գորը ձեր համար ճիշտ պերսոնաժ է։ Հա։ Okay, որ ինքը իր կնոջը դավաճանեց ու ուրիշի հետ ամուսնացավ։ Ինձ թվում է, էսին Մենք չենք հասկանում դուք ինչ եք վերլուծում։ Հա, ես մենք հասկացանք իրար, դժվարապրոստում ուղակի գորը Ճիշտ պատասխանեց մասնակիցը։ Չէ, ես փոքր ժամանակ համարում էի, որ գորը ճիշտ արեց, որ Էլենի հետ ամուսնացավ, բայց ինքը դավաճանեց Մերիին, էլի, բայց ընդհանրապես չէ, լավ, անցանք։ Ինչևէ, ես իմ հարցի պատասխանը գտա գրանցվեցի մոտս։ Լավ, ինձ թվում է մենք մեր հարցերի պատասխանները ինչ որ ձև սպառեցինք։ Բայց իմ հարցը որ տվել է, իրան էլ Տուր, ուզեմ ուղղեմ։ Ելենա Վարդերոսյան։ Ոնց եք զգում, որ ձեզ սիրում են։ Ոնց եմ զգում, հենց ուշադրությունից։ Բայց չէ, հակառակներ է լինում։ Որ վեշնի քո պատատրամադրված, բայց Սիրում եք էլի էմոցիոնալներ կոչելի, խաղիկներ։ Էմոցիոնալ ճոճանակներ, բայց դա շատ վատ բան է իրականում։ Չէ, չեմ ասում շատ վատ տրամադրված, որ վատակ ես վերաբերվում։ Բայց մտնի նստած ըրնես քեզ չբարավի դուրդ կգա։ Չէ։ Բա ինչ է նշանակում Հետո վատ լինի։ Էմոցիոնալը недоступны։ Ստեղիլ չես անում հիմար, ասես դզեց ինձ ասիրում։ Չէ։ Ոնց է վատ վերաբերմունքը որն է։ Վատ վերաբերմունք չասի, տենց Ցույց չտա էլի որ ուշադիր է քո հանդեպ։ Բայց ուշադիր է լինում։ Բայց երբ որ դա պրակտիկայում լինի, ինձ թվում է այդքան էլ դուր չի գա, որովհետև շատ հաճախ մենք ռոմանտիզացնում ենք վատ վերաբերմունքը, որովհետև դա էկրանին ենք տեսնում։ Մեր այս հետաքրքիր հնդկական ֆիլմը կարելի ասել կգա իր եզրափակմանը քիչ անց, որովհետև մեր հյուրը դեռ ունի ժամադրություն։ Չնայած տեխնատուներից նա երկրորդն է, բայց մեր մասնակիցը կարող է իր սիրտը տալ հենց նրան, եթե ոչ սիրտը գոնե ուշադրությունը։ Իսկ մեր հերոսուհին արդեն տաղավարում է եւ մենք միասին նրան հարցախեղդ կանենք եւ կբացահայտենք նրա red եւ green flag-երը։ Համաձայն եմ, շատ ակտիվ մտակ տաղավար, այդպիսին եք դուք ակտիվ եւ էներգիայով։ Բարև ձեզ, ես Մաշան եմ, այո, ես հենց այդպիսին եմ։ Շատ ուրախ ենք Մաշա ջան։ Շատ ուրախ եմ։ Անունը չհասցրել, թե մենք արդեն հասցրել ենք անունը, բայց ինքը լավ ասեց։ Մաշա ջան, մի հատ ասա դու ունեցել ես հարաբերություններ ու արդյոք դրանք բաժանության են բերել եւ ինչու։ Ես սերիոզնի прям отношения չեմ ունեցել, բայց եղել է որ դուրս են եկել, եղել է որ ես եմ ինչ որ մեկի դուր եկել, բայց տենց ինչ որ հարաբերություն ասված, այդքան չէ երևի։ Իսկ քանի տարեկան ես։ 23։ 23 տարեկան։ Հա, շատ լավ է, շատ նորմալ։ Ну, լավ չի, նորմալ է, այ ապրես։ Շատ նորմալ է։ Ուսեսել է։ Անտիրա։ Սամույսոկ։ Բայց ինչպիսին ես պատկերացնում քո հարաբերությունները, ինչպիսին պետքա լինի։
Ну, я осознаю, во-первых, чтобы у нас мы все делали вместе, то есть у нас были одинаковые жизненные цели, խոսքի սպորտ, իրար հետ ֆիլմեր դիտեք, հա, հա, ուզում եմ որ ինքն էլ sense շատ ակտիվ լինի ու մենք ոչ թե իրար ստոպ տանք ինչ որ, այլ sense շատ հավես կյանք զարգանակ։ Իսկ եթե օրինակ ինքը չսիրի սպորտ, սիրի գնալ մենակով ֆիլմեր դիտել, բայց դու սիրես սպորտ ու ինքը ասի օքեյ եմ ես, դու գնա, դու օքեյ կլնես, թե պարտադիր պետք է իրար հետ ամեն ինչ անեք։ Եթե կարանք друг друга компенсировать чем-то ու համաձայն լինենք, ինչու ոչ։ Ահա։ Իսկ Մաշա ջան, հիմա դիմ հարցը տամ, որ տիպաժային հասկանանք եւ անցնենք։ Ինձ ասա 3 հայտնի քրաշ հայկական շոու բիզնեսից եւ հոլիվուդյան, ովքեր քո համար քրաշ են հենց արտակնապես։ Չգիտեմ, Դիկապրիո в молодости։ Ահա, շատ լավ։ Կիլիան Մյուրֆի вот։ Ես իմ քրաշն էլ եմ։ Իսկ հայերից Ой, հայերից դժը չգիտեմ։ Ո՞չ չգիտես։ Իսկ Մաշա ջան, քո համար ինչը կարա լինի տղամարդու մեջ red flag, որ օրինակ վեր կանաս, հենց մեկը ժամադրության ժամանակ թողես գնաս, ասես Red flag։ Հա։ Ну, ամեն մարդուս, չգիտեմ, այդ պիտի տենաս որ իմանաս։ Օրինակ հրավիրի դեյթի ու հաշիվը չփակի, կամ ասի պիտի կիսենք։ Դա օրինակ red flag-ա թե չէ։ Եթե ինքն է հրավիրել։ Եթե ինքն է հրավիրել, ինիցիատիվան ինքն է սավարել, բայց հետո ասում է որ տիպը դու փակի հաշիվը։ Օրինակ հաշիվը բերեցին, ասում է դե ես այս եմ կերը, դու էլ քոնը փակի։ Ну, Հայաստանում դժվար է դի պատկերացնել, բայց երևի իմենա Հայաստանում դա շատ red flag-ոտ է։ Բայց եթե դուք եք հրավիրում, ինձ թվում է Հա, ինձ թվում է օքեյ է, ну, քո հաշիվը։ Իսկ եթե օրինակ ինքը ասես շատ իդեալական լինի, ամեն ինչը իդեալական պահված կման, բայց օրինակ վրայից քրտինքի հոտ գա։ Քո համար red flag-ը ես զուտ ուզում ինչի ֆու։ Դե իմ համար ֆու է։ Մուշինա պախնին։ Դա ապրես։ Չէ, դուք չեք հասկանում հիմա, չեն հասկանում դուք դեռ Ավելի հաճելի չի։ Ավելի հաճելի չի մաքրության։ Մաքրության հոտ ուրիշ, սենց որ արդեն օրվա վերջ է, ադիկալոնի հետ խառնվում է օրվա այդ հոտը, ու դու դեմ ես պատկերացնում։ Այդտենց քասած այդտենց բաներից մաքսիմում կարող ասեմ տիպը սիգարետի հոտը դու խոհ։ Հա, հենց չսես տղոտ ինչ որ վայբ սիգարետի հոտը բայց շատ քրտինք չէ։ Քրտինք ուրիշ է, ուրիշ ստեղի քրտինքի հոտ։ Եթե это իրա սպეციფիկ ինչ որ неприятный аромат, այդ Ինդիայում ապրող այնց ինչ որ սպეციფիկ է, то это արդեն քո վրա, ну, եթե դու հավանում ես շատ մարդուն, դու если ты намерен с этим мириться, так сказать, окей, а если это просто не гигиена, то просто կարաս ասես ախպերես կլվածես։ Ну լավով էլի։ Որ գնաք հանդիպման, դեյթի, ինքը տենց լինի որ 10-ից 10-ի, բայց ինձ մոտիկը ինձ գաք զբերանից հոտա գալի։ Օй, ես ինչ կասես իրան այդ բան, կասես օրինակ կներես ծամես, կառաջարկես ինչ որ բան, որ ինքն էլ իրան մի լովկի չզգա, թե մի անգամից կասես ֆու, կեթաս ու էլ բլոկ կանես։ Ну, չէ, իհարկե չեմ ասի ֆու կեթամ, ну ինչ որ ձև հասկացնել կտամ, կամ էլ sense կարող եմ մի հատ բան վերցնել։ Հիմա արդեն ամփոփելով զրույցը, ինձ շատ հետաքրքիր է այս էներգետիկայով, դու ինչ ակնկալիքներ ունես հաղորդումից, ինչ է քեզ տալու մեր նախագիծը։ Ճիշտ ասած, я прям прыгнула в неизвестность, չգիտեմ ինձ ինչ է սպասվում, ու ինձ թվում է սա լավ կլինի։ Մենք քեզ վստահեցնում ենք, որ ամեն ինչ լավ կլինի, քանի որ առհասարակ մեր հերոսները չգիտեն թե այստեղ իրենց ինչ է սպասվում, մենք էլ չգիտենք, որովհետև նոր ալիքը ունի հարթակ Telegram-ում, դուք եւս կարող եք հայտ ներկայացնել եւ դառնալ թե այն մեկը, ում համար պայքարում են, եւ թե այն համարձակը, որը պատրաստ է պայքարելու։ Իսկ հիմա բոլորով գնում ենք ժամադրության։ Իսկ ես կենտրոնացրել եմ իմ ամբողջ ուժը, որպեսզի ցույց տամ green կամ red flag։ Տեսնենք թե որն է հաղթում։ Ինչպես նկատեցիք, դրոշակները մեր ձեռքում են, այսինքն եկավ մեր կողմից ամենասպասված ժամանակը, երբ հետևելու ենք ժամադրություններին։ Դուք կարող եք ձեր տեսակետը գրել մեկնաբանությունների բաժնում YouTube-յան, իսկ մենք հենց այստեղ տեղում կարող ենք խառնվել, մեկնաբանել, միջամտել, ցույց տալ դրոշակները։ Դե կարող եք շփվել։ Բայց ես Հովում։ Ես Մարին եմ։ Շատ հաճելի եմ։ Չեմ հարցնի, քանի տարեկան ես, որտեվ աղջիկներից չեն հարցնում տարիք, բայց կցանկանայի մի հատ հասկանալ։ Ինչով ես զբաղվում առհասարակ։ Ես մատնահարդար եմ ու կոնդիտեր։ Okay։ Որն է ավելի հարազատ։ Ինձ թվում է խմորեղենները։
Քաղցրեղ են։ Մատների հետ չի ստացվում։ Չէ, Ես չես գտնում։ Ես վարսարդար եմ։ Այսինքն քո երկրորդ մասնագիտությունը ոնց որ գոլեգաներ ենք։ Կենթանի սիրում ես։ Կենթանիներ այդքան չէ։ Այդքան չէ։ Ես շատ եմ սիրում։ Շունել ունեմ, կատուել ունեմ։ Իսկ երեխաներ սիրում ես։ Ահա։ Տղա թե աղջիկ։ Ինձ թվում է այդ սարը կապ չունի։ Այլ ինչ կպատմես քո մասին։ Ես Երևանից եմ։ Զբաղվում եմ բլոգերությամբ։ Աշխատում եմ մի քանի ոլորտում։ Սալայ։ Կատակ եմ անում էլի, յանի որ բլոգերությամբ զբաղվում։ Գործին խփում։ Հովանեսյան, դուք կընդունեք, որ ձեր կողակիցը լինի բլոգեր եւ հանրային մարդ, արդյոք հանգարցակի դուք մի օր հիվանդանեք, իսկ ինքը բլոգերությամբ զբաղվի, կընդունեք, ձեր համար հեշտ կլինի, դա թե ոչ։ Գիտեք ոնց է, ես ընդունում եմ, բայց եթե ինքը պետք է իրանով այդ ամեն ինչը զգա, անի արդյոք դա թե չանի։ Այս ժամադրության առաջին տպավորություններով կարող եք քիչ կիսվել, ինչ տպավորություն ունեք։ Քանի որ ժամանակը շատ քիչ է մարդուն ճանաչելու համար եւ մի քանի հարց տալով ամբողջովին չես կարող մարդուն ճանաչել։ Ամենայն դեպս շատ հետաքրքիր ազնվորություն է, քանի որ նրա երկրորդ մասնագիտությունը դա մատնահարդարումն է, գալի ասես գոլեգաներ ենք։ Այդ ինչ որ կարա մի հատ իզյումեն կա լինի, որ հետագայում ինչ որ մի բան նաև լինի։ Բայց շատ քչախոս է մեր մասնակիցը եւ մենք ստիպված ենք լինում միջամտել, որովհետեւ կա նման բան ես էլ եմ նկատում։ Դա ձեր համար red flag է, թե Չէ, օքեյ։ Ինձ թվում է երևի լարվածություն։ Հա, մի քիչ համաձայն, գուցե չբացառենք այդ տարբերակը, որ լարվածություն լինի։ Հովանեսին green flag, որովհետեւ չասես չէ իմ համար օքեյ չի, ասեց օքեյ, բան, այսինքն ես ընդունում դենց ոնց որ կա։ Այո, օրինակ հեչ մտածել ես ընդհանրապես քանի հատ երեխա կուզենայիր ունենալ։ Չէ, ընտանիք կազմելու մասին դեռ չեմ որոշել։ Դեռ շուտ է։ Պատկերացումներ չեմ ունեցել։ Ստե մի հատ հարց բախես եկես։ Չէ, հուսամ դա կատակ է կամ դա կարող է ուղղակի շփում լինի։ Ինչու՞ ոչ։ Մարինե ջան, օրինակ մեր հերոս Հովանեսը ինքը ամուսնալուծված է, արդյոք դա ձեր համար խնդիր է ու Հովանես ջան նշել, որ մեր աղջիկն էլ ունեցել է հարաբերություններ, իհարկե չիմանալով, բայց ամուսնացած տղամարդու հետ, խնդրում եմ այդ հարցը մի հատ իրար հետ լուծեք։ Գիտեք, ոնց երևի Հայաստանում շատ նման իրավիճակներ կան, երբ աղջիկները շփվում են նման մարդկանց հետ, չիմանալով, այսինքն այդ գալիս աղջկա միամտությունից։ Շատ աղջիկներ իրոքից այսօր մեր հասարակությունում շատ միամիտ են, այսինքն այն որ ասում են աղջիկները սիրում են ականջներով, այդ աշխատավոր տարբերակ է, բայց ոչ բոլորին է վերաբերվում։ Իսկ քո համար նորմալ է, որ ինքը օրինակ ամուսնալուծված է եղել։ Իմ համար նորմալ է, որ մարդ ամուսնալուծված է լինում ու ուզում է ցանկություն ունի երկրորդ անգամ ինչ որ հարաբերություններ ստեղծի։ Քանի որ Մարինեն մի քիչ քչախոս է, մենք կարծում ենք, որ գուցե հետագայում այնպես ստացվի, որ դուք արդեն կամերաներից դուրս, հա, ավելի ռեալ միջավայրում ունենաք ժամադրություն եւ Մարինեն ավելի շատ բացվի։ Իհարկե դա կախված է այսօրվա ձեր ընտրությունից, բայց կարող ենք արդեն հրավիրել մեր մյուս հերոսուհուն ու գնալ մեր երկրորդ ժամադրությանը։ Բայց շատ եմ ուզում գնալ ժամադրության, բայց իմ ժամադրությանը չէ։ Ինչ որ ուրիշ մեկի ժամադրության գնանք, դուք էլ կարող եք։ Մեր երկրորդ հերոսուհին արդեն այստեղ է եւ մենք ասում ենք երկրորդ ժամադրությանը, նշեմ, որ sense բան չի ասել, բայց ես այս զույգի կողմնակից եմ եւ ամեն ինչ ուզում եմ անել, որպեսզի նրանք շիփ լինեն, որովհետեւ իմ էներգետիկան զգացել է իրանց նմանությունը։ Չգիտեմ, սուս նստում եմ, դուք իրար հարցեր տվեք, հեյ։ Իմ համար էլ ֆավորիտ ես հերոս։ Անկասես։ Ես Մաշան եմ։ Շատ հաճելի է, հովը։ Բարձր սալացիկ խոսած եմ։ Ռուսկախոս ես։ Ռուսկախոս եմ։ Понятно. Понятно пока. Вот здесь стоп. Какие мужчины тебе нравятся? Բայց հայերեն է երեխեք։ Давай. Ինչ տիպի տղամարդիկ են քեզ դուր գալի։ Внешний арումով թե ոնց։ Ընդհանրապես։ Հասուն մտածող գիտակից։ Отвечаешь за свои слова.
Մինայի սիրտը ճիշտ էր վկայել։ Ես սկզբից ասաց, որ ինքը տղամարդու խոսք ունի, Զարան իրեն ուղղակի ասաց ուղղակի խոսք ունի, բայց տեղ ամեն դեպքում դա առաջի հեյ Հակավոր։ Okay։ Բայց կողք հարցեն սպորտ, հետաքրքրություններ, որովհետև շատ ակտիվ։ Okay, ինչով ես զբաղվում։ Սիրում եմ երգել։ Իսկ կարող ենք լսենք քո մի հատ կատարում։ Խնդրում եմ։ Ռոսի։ Ով սիրում, ինչու մոտեցա Սրտիս գախնիկը ինչու իմացա մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի բայց դու անիրա դավաճանեցի Շատ սիրուն եք երգում։ Եվ շատ սրտով երգ եք։ Ունեցի հետաքրքիր երգ ընտրեցի Հովհաննեսյան։ Դրա համար իմ բանը ֆլագը ընկելա Պոլին ալարում եմ բարձրացնում, բայց ապրեք իսկականից։ Մերսի։ Քեզ դուր եկավ, Մաշա ջան։ Հա, ուղղակի ոչ։ Հա, շատ, ինչ որ red flag։ Ես եմ չէ red flag-ը։ Հələ ոնց ինքը քո առաջ իր հոգին բացած։ Դու երկել գիտես։ Ես любительский։ Երգի։ Чисто душу։ Просим։ Պրոշիվ։ Շատ դուրս եք։ Չէ, բայց քեզ բացեց իր սիրտը։ Կենթանիներ սիրում ես։ Ահա։ Okay, շուն, կատու։ Շուն կատու սաղին սիրում եմ։ Ապրես։ Ես դա լավ է, որովհետև ես ունեմ շուն։ Նաև կատուներ։ Երկուսն էլ եք են։ Երեքն են եք, շունն էլ եք ավելին ասեմ, այսինքն ես ոնց որ շփում ունեմ հակառակ սերմի։ Չէ, ես շատ հավանեցի հավանեցի։ Դու գնաց։ Մի հատ բան Քանի ասեմ։ որ ընտրյալ չկա, ես ինա դու կենթանեն եք եմ ընտրել, որ նաև իրանց հոգեբանությունը հասկանամ։ Որը Դա մի քիչ, որովհետև կենթանիները, вообще-то ասում են կենթանու, էքը ավելի հավատարիմ է։ Ասեմ իմանաք։ Հետաքրքիր էր։ Ոչ դու պատրաստ ես ընդունես իր կենթանիներին։ Այո, իր Ավելին կենթանիներին։ ասեմ ճոբանի շունը։ Այսինքն լավ մեծացա։ Վստահ եմ ապրում թե Հայաթում, Իրավանդակում։ Մաշա ջան, Հովհաննեսը ամուսնացած բաժանված է եղել, ու արդյոք դա քո համար խնդիր կարող է հանդիսանալ կամ թեկուզ եւ red flag լինել քո համար։ Ինչ որ Մաշան ասեր, հա, այս բնավորությամբ։ Դե հետաքրքիր է, տեսնենք։ Ես вообще շատ абьюзер եմ ու այդ вопросներում շատ Կտրուկ ես։ Ну, կտրուկ չէ, չի ինչ ուզում եի ասեի։ Բա ինչ էր ուզում։ Բա ինչ էր ուզում, մի հատ հավաքել խոսքի համար red flag, ըստ իս, Ես եմ չէ։ Հպարտանալու բան չի, բայց ես չեմ կարծում դու абьюзер ես, դու քեզ դա քո պաշտպանական ռեակցիան է, ինձ թվում է արտաքին տղամարդկանց նկատմամբ։ Թե չէ абьюзерը տենց չի հասկանում, որ ինքը абьюзер է, ինքը չի գիտակցում, որ абьюзер է։ Ինքը այդ բառը չգիտի։ Չգիտես ինչ է, էլի, ինձ որ դու абьюзер ես, ուղղակի դա պաշտպանական քո ռեֆլեքսն է, շարունակիր, ինչ էիր ասում։ Մտքերը դասավորի եւ ասա, որովհետեւ հիշի, որ ես այդտեղ քեզ պաշտպանել եմ։ Դա խթան կարող է հանդիսանալ։ Я просто с этим не сталкивалась. Հա, չես հանդիպել, բայց քո համար ինչ օրինակ կարող է խանդես նախքին կնոջը։ Չէ, ну եթե իհարկե սիրում ես մարդուն, ты его принимаешь таким, какой он есть, и его прошлое, и его настоящее։ Вот շատ լավ ման։ Իսկ խանդոտ եք երկուսիդ եմ հարցնում։ Ասենք ասեմ, առաջ կասեի հա։ Նամանավանդ շատ։ Իսկ հիմա ուղղակի սենց կարամ ասեմ, եթե առիթը չտան, չէ։ Իսկ առիթ տալը օրինակ ի՞նչն է։ Սենց ասեմ, շատ աղջիկներ կարողանում են աչքերով ֆլիրտ անել։ Ֆլիրտը դավաճանություն, հա։ Ես չեմ ընդունում, երբ որ քո կողքը կա տղամարդ, ուրիշ տղամարդու հետ դու աչքերով ֆլիրտ անես։ Աչքերով ո՞րն է ֆլիրտ։ Մեր օպերատորի հետ անեմ աչքերով ֆլիրտ։ Այդ ո՞րն է։ Դու չգիտեմ։ Աչքերով ֆլիրտ։ Ոչ ոք չի նայում օպերատորներից, Հա, բոլորը իգնոր են։ Մենք ասեցին գլուխները կախեցին։ Ամուսնացած ես, Ամուսնա մեր օպերատորների գրիֆլա։ Ոչ ոք չարձագանքեց մեր Ոչ ոք ֆլիրտին։ չարձագանքեց։
Եթե քո կողքին գտնվում է տղամարդ ու դու ֆլիրտ ես անում ուրիշ տղամարդ, դա նորմալ չի։ Okay, իմ համար սա green flag-ը։ Կարող է ինքը պրոստը նայել է, իսկ համար է դու ֆլիրտը։ Просто նայել է ուրիշ է։ А как ты определяешь? Ну смотри, если ты Հայրը միդաց։ Okay, եթե դու երկար ժամանակ նայում ես ու էդի պրոստը նայվաշ, ժամանակ դա նորմալ չի։ Մի հատ ակնթարթ։ Ես խանդոտ։ Ես առաջարկում եմ, որ դուք հետո առանց մեզ ունենաք հետաքրքիր ընթրիք, որովհետև դուք շատ հետաքրքիր վայբեր եք, դուք մի քիչ ավելի հանգիստ եք Հովհաննես ու Հասուն։ Մաշա դեռ երիտասարդ ծաղիկ է, որ պետք է իրան նարի, ասած շատ շուտվանից ինքը ասում էր ջրել իրա, ջրեն ճիշտ դեպի, այսինքն էներգիաների բախում է, դուք sense հանգիստ էներգիա եք, ինքը կրակ է, դուք սառույց եք եւ դա շատ հետաքրքիր միքս կարող է լինել։ Ամեն դեպքում թողենք, որ Հովհաննեսը Այսքանով ամփոփենք նաև երկրորդ ժամադրությունը։ Հովհաննես, տպավորությունները ասա եւ արդյոք ում հետ կարաս ոչ ոքին չընտրես զուտ ասեմ, որ պարտադիր չի ինչ-որ մեկին, բայց քո կարծիքով ով է քեզ համապատասխան աղջիկ։ Գիտեք ոնց, առաջին մասնակիցն էր շատ հետաքրքիր։ Այն առումով ուղղակի ինձ թվում է երևի հաղորդման ժամանակ շատ կաշկանդվում էր։ Երկրորդը ավելի աշխույժ, այսինքն կրակոտ, ես էլ եմ այդ sense ասեմ եղել նմանատիպ անձնավորություն, հիմա ավելի հանգիստ, քանի որ տարիքից երևի գալիս է ամեն տարի ավելի է ստերջանում, իսկ ինչ վերաբերվում է ընտրության հարցում, ինձ թվում է երևի երկրորդ մասնակցի հետ կցանկանայի ինչ-որ հետագայում փորձել շփվել, հասկանանք արդյոք կարող ենք մենք իրար հետ ինչ-որ մի բան ստեղծենք, թե ոչ։ Ես շատ գոհ եմ այսօրվա արած աշխատանքից, որովհետև շատ լավ սույկ կարող է ստեղծվել։ Ես շատ կցանկանամ Հովհաննես ջան, այն վերքերը, որ դուք ստացել եք նախորդ հարաբերություններում, հուսամ կկարողանան բուժել, թե լինեն այս մասնակիցները, թե ուրիշ, որովհետև դուք շատ արժանի տղամարդ եք, համենայն դեպս ստեղ տենց ցույց տվեցիք ձեզ, հուսամ չեք խաղացել։ Ցավոք սրտի դերասանչան։ Մեր հաղորդումը մոտեցավ իր դրամաբանական ավարտին, միշտ երազել եմ sense տեքստով փակեմ մեր հաղորդումը։ Կատարվեց քո երազանքը։ Խելացի տեքստը կասի Զառան։ Շնորհակալ ենք, որ այս ժամերը, այս րոպեները անցկացրիք մեզ հետ, հուսանք ոչ միայն մեր մասնակիցների համար էր օգտակար, այլ նաև ձեր, կսպասենք ձեր տեսակետներին, ձեր ֆավորիտներին, մնացեք սիրահարված, մինչ нոր սիրավեպեր։ Очень приятно было участвовать в этом проекте. Это реально интересный проект для молодых людей, которые могут познакомиться с друг другом здесь. Հովհաննեսը շատ դրական մարդ էր ու ես կմտածեմ իր առաջարկի մասին։ Հաղորդումը շատ հետաքրքիր էր, ինձ թվում է դիմացինից էր կախված իմ բաց կամ փափկիները։ Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի։ Աղջիկների կարծիքն շատ օգնեց, ճիշտ է, սկանդալային հարցեր կային, բայց շատ հետաքրքիր էր։